Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն Սրբազան պայքար անվանումով շարժման մասնակիցները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ և իշխանությունը զավթելուն միտված գործողություններ։ Շարժման առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանն և իր կողմնակիցները կալանավորվել են 2 ամսով։ Մոտենանք և հետաքրքրվենք, թե մեր քաղաքացիներն ինչ կարծիք ունեն, արդյոք ընդունելի է ահաբեկչական ճանապարհով իշխանությունը զավթելուն միտված գործողությունները։ Իհարկե տեղյակ եմ։ Ես այն կարծիքին եմ, որ ճիշտ է նրա որ ձերբակալել են։ Իմ կարծիքը դա է, որովհետև իրանք ճիշտ բան չեն անում։ Ուզում են հեղափոխություն անեն, իսկ մեզ պետք չի։ Մենք փոքր պետություն ենք, փոքր ազգ ենք, մենք մեկս մյուսի կողքին պետք է կայնենք, մտածենք ինչ անենք, որ այս ազգին փրկենք, ոչ թե գնանք փողոցները փակենք, չգիտեմ ինչ անենք, որ հեղափոխություն անենք։ Ես միանշանակ կողմնակից եմ, որ բոլորին էլ բռնեն։ Իսկ ձայնագրությունները լսել եք։ Լրիվ լսել եմ ձայնագրությունները, տեղյակ եմ 2-3 անգամ եմ դաժե լսել։ Երեք քննչական կոմիտեն ահաբեկչության փորձ է կանխել, ինչ է կարծում, իշխանությունը բռնի կերպով զավթելը ընդունելի է։ Ես գիտեմ, դա ճիշտ է թե չի։ Ցանկացած բռնությունն ամանանդ հիմա շատ վնասած ցանկացած պետականության։ Դա ընդունելի չէ, ուղղակի դա ամոթ է մեր պետության, մեր Հայաստանի, դա բան չէ, ես չեմ ընդունում ու ես պետքա ուսեն կառավարությունը միջոց ձեռնարկի, պետքա մի բան ունեն, դա ինչ է, դա ինչ խոսակցություն էր, դա ինչ բառապաշար էր, ժողովրդին դա սևի էր դիմում, դա ինչ էր, ես ուղղակի զարմացել եմ, որ որոշ մարդիկ էլ կան, որ իր հետևից քայլում են նույնիսկ, ես ուղղակի զարմացել եմ ու ես չեմ իմանում սրա վերջը ինչ կլինի։ Ես մեղք են մեր ժողովուրդը ուղղակի, չի կորելի այդպես։ Հալատ կանեն գլուխները պատը կտա, 10 տարի պետք է տան։ 10 տարի։ Որ մեր երգիրը քանդում է այդ եկեղեցականը։ Այդ ապուշ է։ Ձայնագրությունները լսել եք երեք։ Ոչ չեմ լսել։ Բառան ստրան եմ ապրում։ Ամբողջ լուրերը մենք լսում ենք։ Անասունները։ Քննչական կոմիտեն ահաբեկչության փորձ է կանխել, ձեր կարծիքով ընդունելի է իշխանությունը բռնի կերպով զավթելու մեթոդը։ Ճիշտ չէ։ Լսել եք ձայնագրությունները Բագրատ Սրբազանի։ Այ, թաղեն։ Չելի։ Լսել եք ձայնագրությունները Բագրատ Սրբազանի։ Չէ։ Տեղյակ չեք, որ ահաբեկչության Դե գիտեմ, որ բռնել են իրանց, բայց մնացածը չգիտեմ։ Կողմ եք, որ բռնեն, եթե ահաբեկչության։ Դե հիմա որ ճիշտն ասեմ, մեկը ոչ մի բան չի փոխելու։ Քանի Սերժ Քոջարյան կան, ոչ մի բան չի փոխվում։ Իրանց էլ պետք է բռնել։ Ահա, բավոց, որովհետև նրանց բռնում են, թողում են, իմաստը որն է։ Թալան չունի։ Ոչ մի բան չկա էլ, ոչ մի բան չի փոխվում։ Քննչական կոմիտեն ահաբեկչության փորձ կանխեց երեք, կարելի է իշխանությունը բռնի կերպով զավթել, ինչ եք կարծում, ընդունելի է։ Հնարավոր բան չէ։ Ոչ, ընդունելի չէ։ Իսկ լսել եք ձայնագրությունները։ Ոչ։ Երեք ահաբեկչության փորձ է կանխվել, ինչ եք կարծում, կարելի է իշխանությունը բռնի կերպով զավթել։ Ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ։ Ընդունելի է ձեզ համար։ Ոչ։ Իսկ լսել եք Բագրատ Սրբազանի մասնակցությամբ ձայնագրությունները։ Չէ, դե, ժամանակ չեմ ունեցել, չէ։ Կներեք տեղյակ չեմ։ Բացասական։ Ահաբեկչությունը տեղ ունի Հայաստանում։ Քանի դեպքեր են նախքան կատարելը բացահայտվել, դե մենք էլ վկա ենք հետաքրքրություն։ Լսել եք Բագրատ Սրբազանի մասնակցությամբ ձայնագրությունները և ժողովրդին անասուն են անվանում։ Մեր ժողովուրդը մեղք չունի։ Եթե իրանք պղծված են իրանց, չգիտեմ, բառեր չգտնեմ, չի կարելի։ Թեկուզ և շատ վատ կարծիք հավերել են։ Հավատին են կպել, հենց իրենք։ Չէ։ Ընդունելի չէ ձեզ համար։ Չէ, դե բռնությունով ընդունելի չի։ Իսկ լսել եք Բագրատ Սրբազանի մասնակցությամբ ձայնագրությունները։ Չի հետաքրքրել, անկեղծ ասած։ Դե ինչ կարծիք պիտի ունենամ, շատ վատ։ Կարելի է իշխանությունը բռնի կերպով զավթել։ Ընդունելի մեթոդը։ Ոչ։
Իսկ ձայնակցությունները լսել եք Բագրատ Սրբազանի, ինչ կարծիք ունեք։ Բոլոր դեպքերում տհաճ երևույթ է։ Ցանկալի չի, ցավում ենք նման բաների համար։ Հավատացել եք Բագրատ Սրբազանին անկեղծ Չէ, ես ընդհանրապես ի սկզբանե չեմ հավատացել։ Սրբազանը նրանց հատկացնել է պետք։ Գյուլել։ Հանել մեյդանում ժողովրդի դեմ գյուլել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։